Ողջույն բոլորին, սիրելիներս, հուսով եմ լավ եք, տեսանյութը սկսում եմ հեռախոսի unboxing-ով, նոր հեռախոս եմ նվեր ստացել առանց առիթի, հեռախոսս այդքան լավ չէր աշխատում, ամուսինս որոշեց ինձ նոր հեռախոս գնել, իմ նախընտրած հեռախոսն է, իմ նախընտրած գույնով, հիմա հեռախոսը ինձ մոտ է, որոշեցի միասին unboxing անենք, այդպես սիրելիներս, այս հեռախոսի unboxing-ից հետո շարունակությունը, տեսանյութի շարունակությունը լինելու է իմ նոր հեռախոսով, քանի որ կամերան ինձ շատ է դուր եկել։ Այստեղ արդեն անցել է մի քանի օր, այսօր տրնդեսն է, քույրիկենքս այսօր հյուր են գալու մեզ, դե վաղն էլ Վալենտինն է, ուզում ենք միասին հանդիպել եւ միասին այդ օրերը անցկացնել։ Դե ես էլ եկել եմ ակցիոն խաղալիքների բաժին, այստեղից ուզում եմ երեխաների համար խաղալիքներ գնել։ Դրա համար ես այստեղ ուզում եմ ձեզ ընդմիջել, որպեսզի ես հանգիստ մանգամ գտնեմ, ընտրեմ իրենց նախընտրած խաղալիքը, գնեմ, հետո ցույց կտամ, թե ինչ եմ գնել։ Դե ինչ սիրելիներս, կհանդիպենք տանը։ Ժողովուրդ ջան, ես արդեն տանն եմ եւ արագ պատրաստվում եմ տիառն ընդառաջին։ Այստեղ պատրաստում եմ մածունով կլոր գաթա, որի մեջ անպայման կոպեկ եմ դնում։ Իհարկե ես գիտեմ, որ կոպեկը գաթայի մեջ դնում են միջին գեորը, բայց իմ հայրական ընտանիքում միշտ մամաս ամեն տարի տրնդեզին գաթա է թխել ու մեջը կոպեկ դրել ու այդ ավանդույթը պահպանվել է, հիմա էլ ես բերել եմ իմ ընտանիքում եմ անում դա ու շատ դուր է գալիս իմ երեխաներին, համ տրնդեզին ենք միջին գանում, այսինքն կոպեկ դնում, համ միջինգի օրը։ Այդպես սիրելիներս, շատ հեշտ պատրաստվող կլոր գաթա է, այստեղ խորիզն եմ պատրաստում, ես խորիզը մի փոքր այլ եմ պատրաստում, կարագով չեմ անում, կարագի տեղը բուսայուղ եմ օգտագործում։ Դե ինչ սիրելիներս, դուք էլ պատրաստեք այս բաղադրատոմսով, որովհետև շատ համեղ ու փափուկ գաթա է ստացվում։ Հիմա էլ այստեղ աղանձ եմ պատրաստում, առաջին բանը, որ անում եմ, բովում եմ ցորենը, այստեղ ունեմ կանեպ, կանեպը մեր աշխատանքի տեղն էին նվիրել, անցյալ տարվանից ունեմ այս կանեպը, այդ ֆիրման մեզ հյուրասիրություն էր արել, որպեսզի բերեինք, փորձեինք, եթե մեզ դուր գար, մենք գնեինք դա։ Ինձ այսպիսի 4 տուփ նվիրել էին, ես տանը բավականին շատ կանեպ ունեմ։ Դե միայն աղանձների ժամանակ ենք օգտագործում կանեպը։ Այդպես սիրելիներս, հիմա արագ աղանձներ պատրաստենք, այնուհետև պոպկորնը պատրաստելու ենք շատ հեշտ։ Այստեղի պոպկորները պատրաստվում են միկրոալիքային վառարանի մեջ շատ արագ 3 րոպեում, այսպես իրա տուփով դնում ենք, 3 րոպեն միացնում ենք եւ 3 րոպեից արդեն պատրաստ է լինում։ Սա աղի տարբերակն է, նաեւ կա այս պոպկորների քաղցր տարբերակը, որը որ մենք չենք սիրում։ Դե ինչ սիրելիներս, հիմա գնում ենք միասին արագ գեղեցիկ տրնդեզի սեղան պատրաստենք։ Ցավոք սրտի այստեղ չենք կարող կրակ վառել, կրակից թռնել, քանի որ
Այս արարողությունը մի փոքր տարօրինակ կթվա իրենց համար եւ շատ-շատերը կլինեն, որ ոստիկանություն կկանչեն եւ կմտածեն, թե մենք գժվել ենք, կրակը վառել ենք ու կրակի վրայից թռնում ենք, արդեն քանի տարի է այստեղ տրնդեսը, միայն տան ներսում ենք անում, մեր պատրաստություններն ենք տեսնում, նստում ենք սեղանի շուրջ եւ այդպես ենք նշում տրնդեսը առանց կրակ վառելու։ Այդպես սիրելիները Այսքանն էլ այդ մասով, հիմա մենք արագ-արագ գեղեցիկ մեր սեղանը պատրաստենք, որտեղ քույրիկենքս մոտ մի ժամից արդեն մեր տանը կլինեն։ Քանի որ վաղն էր Վալենտինն է, Վալենտինյան իմ ծաղիկը անցյալ տարի էի նվեր ստացել ամուսնուցս, բերեցի, այսպես դրեցի սեղանի շուրջ։ Այդպես սիրելիներս, տրնդեզի սեղանը արդեն պատրաստ է, հիմա պատրաստում ենք ուտեստները մեր։ Այստեղ պատրաստել եմ ամառային աղցան, մարոլով, խառը կանաչիով եւ կարմիր բողկով։ Վրան ավելացնում եմ կիտրոնի հյութ, սև պղպեղ, աղ եւ բուսայուղ։ Բոլորս գիտենք այս աղցանը։ Հիմա այստեղ բացի այս աղցանից պատրաստելու եմ նաեւ տապակած հավ աերոգրիլի մեջ, նաև բացի դրանից նաև պատրաստելու եմ կարտոֆիլը տապակած խոզի մսի հետ։ Մինչ այդ ամենը կտապակվեն, այդ ընթացքում մենք գեղեցիկ սեղան կպատրաստենք։ Քույրիկենքս արդեն հասել են, այստեղ ինձ գեղեցիկ ծաղիկներ են բերել, հիմա արագ-արագ ծաղիկները դնեմ ջրի մեջ, գնանք ընթրենք, այնուհետև նվերները կհանձնենք, քանի որ երեխաները ամեն անգամ մեր հանդիպմանը սպասում են այդ նվերների հանձնմանը։
Նվերները հանձնելու ժամանակ Դավիթը իր կողմից գեղեցիկ անակնկալ արեց, պարզվում էր Հայկոյի եւ Գանչիկի համար գեղեցիկ բացիկներ էր պատրաստել, շատ հետաքրքիր էր։ Սկզբում ես չհասկացա այդ 6-7, 67 թիվը ծննդյան որպես ինչ էր, պարզվեց այստեղ trend կա 6-7, հենց այդպես են ասում, եթե գիտեք, ուրեմն դուք տեղյակ եք այդ trend-ից, ես տեղյակ չէի, այստեղ բոլորը գիտեին երեխեքը, դա էր գրել, նկարել, կպցրել, չգիտեմ ինչ էր արել, շատ հավեսներ, շատ ուրախացանք, իդեպ քույրիկս էլ տեղյակ չէր Դավիթի այդ անակնկալից։ Հիմա նվերները բացենք ու դրանից հետո գնանք արդեն կլոր գաթան կտրելու, տեսնենք ում է ընկնում կոպեկը այս տարի։ Հիմա եկավ այն ժամը, տեսնենք թե ում է ընկնում կոպեկը, գաթան կտրել եմ 8 մասի, քանի որ մենք 8 հոգի ենք, ամեն մեկին մի կտոր, հիմա կվերցնեն ամեն մեկը իր սրտի ցանկությամբ կտորը և կտեսնենք թե ում ընկավ կոպեկը, իսկապես գաթան շատ համեղ էր ստացվել, չեք պատկերացնի գաթայի բույրը ամբողջ տնով մեկ տարածվել էր, իսկ համի մասին էլ չեմ խոսում, չնայած երեկո էր, բոլորս փորձեցինք, համտեսեցինք, բոլորս գոհ մնացինք, իսկապես շատ համեղ էր ստացվել, հերթով հետ են դնում երեխեքը, բացում են, տեսնում են չկա, վերցնում են, նորից դնում են, Դավիթն անպայման ուզում է, որ կոպեկը իրեն ընկնի, իսկ ամենավերջում ցույց կտամ, թե ում ընկավ կոպեկ։ Իրականում բոլորը շատ երկար փնտրում էին կոպեկը ու չկար, արդեն սկսեցի կասկածել, թե միգուցե կոպեկը չեմ դրել կամ ուրիշ գաթայի մեջ եմ դրել, սխալ գաթա եմ կտրել, բայց պարզվեց, որ կոպեկը Հայկոյի մոտ է, քանի որ ինքը շատ դանդաղ էր ուտում իր գաթան, իսկ մենք արդեն մեր գաթաները բացել ու տեսել էինք, որ չկար կոպեկը։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ այսքանը, մնացեք խաղաղությամբ, իսկ մենք կհանդիպենք վաղը նոր ու հետաքրքիր տեսանյութով։